Եկեք սրճենք միասին, հաղորդում, երբ սուրճի սեղանի շուրջ փորձում ենք ծանոթանալ եւ բացահայտել HiFind-ում գրանցված բիզնեսների հիմնադիրներին եւ մարդկանց, ում շնորհիվ վստահում են այդ բիզնեսներին։ Մեր այսօրվա հյուրը Մարին է, մատնահարդար, ով ունի 7 տարվա աշխատանքային փորձ եւ մասնակցել է մրցույթի շահել առաջին պատվավոր մրցանակը։ Մարի ջան, շնորհակալություն, որ այսօր այստեղ եք մեր հյուրը։ Եկեք միասին սրճենք եւ մի փոքր զրուցենք։ Եթե դեմ չեք հրավերի համար, իհարկե, դեմ չեմ։ Մարի ջան, մեր հաղորդման ֆորմատը տարբերվում է նրանով, որ մենք պարզապես հարցազրույցի չենք մասնակցելու, մենք ունենալու ենք խաղային տարբերակով հարցեր։ Այստեղ կան գույներ, գույներից դուք փորձելու եք ընտրել տարբերակներ եւ յուրաքանչյուր գույնի տակ կա որևէ հարց կամ որևէ առաջադրանք։ Շատ լավ, սիրով։ Սկսենք։ Հիմա ձեզ պետք է խնդրեմ, որպեսզի վերցնեք որևէ գույն։ Ինչ եկել եմ նայում եմ նարնջագույնին։ Առաջինը կսկսենք նարնջագույնից։ Շատ լավ, գտակ ինձ։ Շնորհակալ եմ։ Սեղանին ունենք 4 սպահ, օրվա 4 տարբեր պահեր՝ առավոտ, կեսօր, երեկո եւ գիշեր։ Խնդրում եմ ընտրեք մեկը, որը ձեզ ամենահոգեհարազատն է։ Կարծում եմ երեկոն։ Ահա, շատ լավ, երեկո։ Օրվա այդ պահին ձեր կյանքում ավելի շատ աշխատանքն է գերակշռում, թե ձեր ընտանիքը, ընկերները, թե հարազատները։ Աշխատանքը ու երեկոյան ժամերի ավելի սիրով եմ աշխատում, երեկոյան մոտիվացիան ավելի շատ է լինում, չեմ կարող բացատրել, ուղղակի երեկոն ինձ համար ավելի գեղեցիկ է, ավելի սիրուն է, քանի որ ես քնել շատ եմ սիրում, ինձ առավոտյան արթնացնելը մի քիչ դժվար է, դրա համար ես ավելի սիրում եմ կեսօրից հետո, կեսօրին պատրաստվում եմ, իմ առօրյա կյանքը, իսկ երեկոյան աշխատանքը իմ համար շատ բուռն է, ես սիրում եմ երեկոյան կյանքը։ Այսինքն ավելի շատ գերակշռում է ձեր մոտ աշխատանքը։ Այո։ Որ գույն եք ընտրում։ Սպիտակը ինձ համար շատ բաց գույն է։ Սպիտակի տակ ունենք բլից հարցեր։ Հարցերը կհնչեն 4, ընդամենը 4 հարց է։ Հարցերը կհնչեն ու կփորձենք պատասխանել շատ արագ։ Սկսեցինք։ Ամենազվարճալի իրավիճակը ձեր աշխատանքում։ Ինձ թվում է գրանցումների խառնաշփոթը։ Ամենասպասելի խնդրանքը հաճախորդից։ Մարի ջան, կարամ մի հատ խարտոցով ուղղեմ։ Եթե ձեր աշխատանքը երգ լիներ, որը կլիներ։ Ուրբաթ Կիրակին Տաթևի։ 3 բառ, որ հաճախորդները ձեզ հաճախ բնութագրում են։ Պոզիտիվ, ուրախ, նպատակասլաց։ Շնորհակալ եմ։ Պատրաստ եք շարունակենք, որովհետև դեռ ունենք 6 գույն, որ մեզ է սպասում։ Այո։ Սկսեցինք։ Կընտրենք կանաչը։ Կանաչի տակ ունենք մենք հարց։ Որն է ամենակարևոր խորհուրդը, որը դուք կտաք սկսնակ մասնագետներին։ Եվ կա մի սխալ, որ կուզենայիք, որ նրանք չկրկնեին։ Այո։ Իրականում կուզեի, որ բոլոր մասնագետները, ովքեր որ դեռ նոր են ընտրություն կատարում ոլորտում, ընտրան ճիշտ մասնագետ, որի հետ իրենց ուղին շարունակեն։ Քանի որ ճիշտ մասնագետը իրենց կտա այն գիտելիքները, ինչը որ իրենց թույլ կտա հետագա ճանապարհին չսխալվել։ Ճիշտ հիմքը, ճիշտ ու շարունակությունն է։ Դա իսկ հաջորդը։ Իսկ կար մի սխալ, որը չեք ցանկանա նրանք կկատարեն, կրկնեն։ Իրականում ինձ համար սխալ եւ ճիշտ չկա, կարևորը որ ընտրությունը կատարվի ոչ թե ուղղակի որպես գումարի աշխատանքի միջոց, այլ որպես մասնագիտություն, որպես իրենց կյանքի համար ճիշտ ուղի։ Հա, առօրյային իմաստիկ, չէ՞։ Շնորհակալ եմ։ Շարունակենք։ Այո, կապույտ։ Ըստ ձեզ, ձեր հետևորդներն ակնկալում են ձեր էջում տեսնել ձեր աշխատանքները, թե ժամանցային ռիլեր, քանի որ ես նկատեցի, որ դուք նաև էջում ունեք ժամանցային ռիլեր։ Ինչ եք կարծում, որն են ավելի շատ ակնկալում տեսնել։ Ինձ թվում է երկուսն էլ, բայց ժամանցային ռիլերը ավելի շատ դիտումներ են ապահովում եւ ավելի պոզիտիվ են, ավելի, այսպես ասած, կոմենտները շատ են, ավելի հետաքրքրություն կա, երբ որ հաճախորդները արդեն գալիս են սպասարկվելու դրա մասին խոսում են, քննարկում ենք, զրուցում ենք դրա մասին, կարծում եմ եւ փորձում են բալանսը ամեն դեպքում պահպանել էջում։ Իսկ եթե ստիպված լինեիք ընտրություն կատարել, որը կընտրեիք աշխատանքներ, թե ժամանցային ռիլեր։ Ժամանցային ռիլեր, որովհետև ավելի հոգեհարազատ է, միայն աշխատանքը կարծում եմ կձանձրացներ։ Եվ հաջորդը տեղին։ Այստեղ ունենք փոքրիկ առաջադրանք։ Սեղանին ունենք 3 առարկա՝ բույս, ավազային ժամացույց եւ կուբիկ։ Դուք փորձելու եք ընտրել միայն մեկը։ Ավազային ժամացույցը կընտրեմ։
Ինչու ընտրեցիք ավազային ժամացույց։ Ինձ համար կարևոր է ժամանակը, Ահա։ ինձ համար շատ թանկ է, եւ ես սիրում եմ եւ այն կառավարել եւ ճիշտ օգտագործել եւ զուր ժամանակ չկորցնել։ Իսկ աշխատանքում բնականաբար շատպես դեր ունի, չէ՞, նաև ժամանակի ճիշտ կառավարումը։ Իհարկե։ Ժամանակից է կախված, հաճախորդը ինչքան կտրամադրի քեզ ժամանակ եւ արդյոք հետո կգա քեզ մոտ, թե ոչ, որովհետեւ չէ՞ որ իրենից էլ ընկնում այն ժամանակը եւ երկար հաճախորդը տրամադրելու իրականում չի ծախսում, չի վատնում։ Իսկ ինչպես եք վերաբերում այն հաճախորդներին, ովքեր միշտ ուշացած են գալիս։ Նորմալ, պատահում է։ Մեր քաղաքային առօրյա կյանքում պատահում է, որ նրանք ուշանում են երբեմն։ Լավ։ Իմ օրինակ Գիտեք ինչի, բայց ես եմ ուշացող։ Դրա համար նորմալ է, որ իրանք ուշանում։ Դրենք։ Դեղին։ Ահա, նորից հարց ունենք մենք։ Ամենաբարդ հաճախորդը, ում երբևէ հանդիպել եք, եւ ինչ դաս եք քաղել նրա հետ աշխատելուց հետո։ Բարդ հաճախորդները իրականում շատ չեն հանդիպում, չգիտեմ իմ էներգետիկ դաշտից է թե իմ տված արդյունքից, բայց բարդ չեն լինում, ուղղակի կան հաճախորդներ, ովքեր ունեն կոնկրետ հստակ նախասիրություններ, այսինքն իրանք են որոշում ինչ բարակության պետք է լինի, իրանք են որոշում ինչ խարտոցման տեխնիկա օգտագործել, որպեսզի իրան հարմար լինի, փորձում եմ եւ համատեղել, այսինքն լսում եմ ինձ ցանկություններ եւ նախասիրություններ ունեն, փորձում եմ պահեմ մասնագիտական բոլոր ճիշտ գրագետ քայլերը, բայց միևնույն ժամանակ իհարկե հաճախորդի սրտով լինի, որովհետեւ 21 օր շարունակ ինքն է իր եղունգների համար պատասխանատվություն կրում ու ինքն է նայելու, հա, այսինքն փորձում եմ անել այնպես, որ ինքը իրան 21 օր կոմֆորտ զոնայում զգա։ Ջան, մենք ունենք արդեն 2 գույն, ես արդեն կռահում եմ, որ ձեր գույն չսիրած գույնը սևն է, որովհետև թողել եք ամենավերջիններից։ Իրականում սիրում եմ, հագուստի մեջ շատ եմ օգտագործում, բայց որպես գույն ինձ համար էներգետիկ գույն չի։ Դրա համար բոլոր գույները ընտրացի, թողել եմ սև եւ սիենևի, եկեք լավ սևին հանենք։ Սև, սովորաբար մեզ մոտ սևը միշտ լինում է դատարկ։ Ինչու դատարկ, մենք ուզում ենք, որ դուք տակ հարց, որը կցանկանայիք, որ այսօրվա ընթացքում հնչեր ու որի պատասխանը կցանկանայիք դուք տայիք մեզ։ Կա նման հարց։ Այո։ Ինձ թվում է կուզենայի հնչեցնեիք, թե ինչ չափանիշներ ունեմ ես գեղեցկության հանդեպ, ինչպես եմ ընկալում աշխարհը։ Կպատասխանեք այդ հարցին։ Իհարկե։ Սիրով ինձ համար ամենակարևորը բնական ներկայանալն է, իմ համար շատ գեղեցիկ է դա, եթե մարդը ներկայանում է այն, ինչ իրականում կա ինքը, այդ արդեն շատ գեղեցիկ է։ Արհեստական ոչինչ պետք չի կյանքում ներկայացնել, այն ինչ բնական է եւ արտաքնապես եւ նաեւ ներքինում դա հաճելի է, գովելի է եւ ինձ համար շատ ողջունելի։ Դա կյանքի գրավական ինձ համար։ Ահա, մեզ մոտ մնացել է միայն մեկ գույն։ Այո։ Մանշակագույնը։ Այստեղ նորից մենք ունենք առաջադրանք, փոքրիկ առաջադրանք։ Իսկ դուք չեք օգնել, մի փոքր չսրճենք։ Իդեպ շատ համա սուրճ է։ Շնորհակալ եմ։ Զինան։ Մեր վերջին գույնը մանշակագույնն էր ու ուներ առաջադրանք։ Առաջադրանքը հետևյալն է. մենք սեղանին ունենք սրվակներ, փակ սրվակներ, որտեղ կա գրված որևէ առարկայի անուն։ Կխնդրեմ ընտրեք 1։ Քանի որ սիրում եմ թիվը 3, կընտրենք 3-րդ։ Հիմա տեսնենք ինչ է այստեղ գրված։ Կխնդրեմ դուք բացեք։ Ոչ փոքրիկ է։ Լակ։ Լակ, ահա։ Ամեն անգամ հենց դա ձեր ձեռքում հայտնվելիս, ինչ եք զգում։ Քանի որ գույներ է, ինձ համար էմոցիաներ են։ Յուրաքանչյուր գույն ինձ համար էմոցիա է։ Եթե ես օրինակ առավոտյան սկսում եմ ինչ որ գույն պատկերացնելու զգալ, այդ գույնով ասոցացնում եմ օրվա ամբողջ этаպը։ Եթե սպիտակ բարձություն է, հա, ու այդպես շարունակ կարմիր բառ էներգետիկա է, ու այդպես։ Եթե դուրսը պայծառ ու վառ եղանակ է տեղին, ինձ համար արդեն
օրը սկսել է այդպես վառը։ Իսկ ձեր ամենասիրելի գույնը ո՞րն է։ Սպիտակը։ Սպիտակը, իսկ չսիրելի գույնը։ Չսիրելի գույն որպես այդպեսին չկա, բայց ռոզվի երանգ է, հա, այսինքն մի քիչ sense բլետնիություն ունեցող որ գույն չունի, հա, sense ռոզվի դեպի գնացող սառը երանգ, այդ չեմ սիրում եւ գելակի մեջ եւ հագուստների մեջ եւ այն ինչը որ ասոցացվում է այդ գույնի մեջ չեմ սիրում։ Մարի ջան, շատ շնորհակալություն, ինչպես տեսաք, մենք բոլոր գույներին պատասխանեցինք, հարցերին պատասխանեցինք։ Հիմա կխնդրեմ պարզապես 10 վայրկյան լուր մնանք, որպեսզի մի հատ փորձենք իմի բերել մեր այսօրվա փոքրիկ հաղորդումը։ Հաշվում ենք։ Ընտիր։ Հիմա կասեք ձեզ այսօրվա հանդիպումը ինչ տվեց, ինչ էմոցիաներ ստացաք, միգուցե դրական, միգուցե բացասական, կամ ինչ որ բան որ ձեզ դուր եկավ կամ դուր չեկավ։ Նախ շատ շնորհակալ եմ հյուրընկալության եւ հրավերի համար։ Շատ հաճելի էր ձեզ հետ սրճելը։ Նմանապես։ Ինձ տվեցիք այն պոզիտիվ էներգիան, որը ինձ երեկոյան կապահովի։ Նաև այն վառ հիշողությունները, որ ձեզ հետ այս րոպեներն ու անցկացրեցի, սրճեցինք միասին, այնպես որ շատ դրական հեռանում եմ ձեզանից։ Շնորհակալ ենք լավ կարծիքի համար։ Ես էլ ուզում եմ ասել, որ շատ հաճելի էր ծանոթությունը, շատ հաճելի էր, որ դուք գտել եք մեզ, Hi-Find AM-ին եք գտել, գրանցվել եք մեր հարթակում, վստահել եք մեզ։ Շատ շնորհակալ ենք դրա համար։ Ես էլ շատ շնորհակալ եմ, անչափ ձեր հաղորդմանը ցանկանում եմ այլ ավելի բարձրունքներ, թող որ լինի շատ ծաղկուն եւ բաղում շրջան ձեր հաղորդմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մերսի, всё մեր վերջը։ Ինչպես մենք մոռացանք։ Մարի ջան, մենք ուզում ենք փոքրիկ նվեր փոխանցել Hi-Find-ի կողմից։ Սրանք մեր ստիկերներն են, մեր կրիայի ստիկերներն են եւ մի փոքրիկ նվեր նորից կրիա ունենք ներսում։ Անչափ շնորհակալ եմ։ Ինչ հաճելի է։ Այսօր մենք սրճեցինք եւ բացահայտեցինք Մարիին, հանդիպում, որտեղ գույները դարձան հարցեր, իսկ հարցերը պատասխաններ եւ բացահայտումներ։ Իսկ եթե դու գրանցված ես Hi-Find-ում, սպասիր, որ հաջորդ սրճում կարող է նաեւ հայտնվես դու։